Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, այսինքն ընդհանրապես ֆինանսների հետ կապված, ոչ դիպլոմ ունեմ, երբ որ իմ առաջին ներդրումներն էի կատարել ու մտածում էի, թե ինչու իմ մոտ չի ստացվում, ոնց է լինում, որ մարդիկ կապիտալ են ձևավորում, եթե այսքան վատ է։ Եթե էլի հնարավորություն լիներ 0-ից սկսելու, ինչ ուրիշ ձև կանեիք։ Մեզ բոլորիս թիրախավորում են, որ գումար ծախսենք։ Ու այդ ամենը գնալով ավելի է բարդանալու հաստատ, որովհետև կապիտալիստական աշխարհ է։ Ոնց դիմագրավել դրան։ Մենք այնպեսի բանի վրա ենք ծախսում, որ մեզ ընդհանրապես չի երջանկացնում։ Կապիտալը սկսում է ձևավորվել, երբ որ 0-ի վրա ենք կանգնում, այսինքն չկան վարկեր։ Ու այդ 0-ն ինքը շատ մեծ թիվ է, 20%-ով իրենց գինը իջեցրել են, դա շատ լավ պահ է գնելու համար։ Տղամարդիկ ավելի հաճախ են գնում վաճառում, բայց ընդհանուր իրենց եկամտաբերությունը ավելի ցածր է, քան կանանց։ Օրինակ, որ բիզնես սկսեք, դուք մյուս ամիս չեք հելնելու այդ բիզնեսից, դուք իրեն աճացնելու եք, նույն կերպ է պետք մոտենալ։ Այսինքն ինքը չպետք է լինի հիմա գնեցի մի ամիս հետո վաճառեցի։ Կյանքը ուրախ լինելու մասին է, ոչ թե շատ փող ունենալու։ Աթևիկ ջան, բարի գալուստ Fincast։ Դուք ձեր Instagram-յան էջում, որը կոչվում է Girls and Finances, տարբեր ֆինանսական թեմայով օգտակար խորհուրդներ եւ բովանդակություն եք ստեղծում։ Հետաքրքիր է ինչու։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես ինքս շատ մեծ ուղի եմ ունեցել, փորձելով հասկանալ, թե ֆինանսներն ինչպես են աշխատում ու ինչպես տնօրինում անձնական ֆինանսները, ու սկսել եմ շատ կրթվել, գրքեր կարդալ։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, այսինքն ընդհանրապես ֆինանսների հետ կապված, ոչ դիպլոմ ունեմ, ոչ ինչ-որ, գիտեմ, բարեկամ, որ շատ լավ է հասկանում, ուղղակի ինձ ինչ-որ պահի սկսեց ֆինանսները շատ դուր գալ, մոտավոր 2-3 տարի առաջ, երբ որ իմ առաջին ներդրումներն էի կատարել ու մտածում էի, թե ինչու իմ մոտ չի ստացվում, ինչու են մարդիկ ասում ինքը շատ լավ բան է, բայց իմ մոտ sense ահավոր մեծ խուճապ է դրանից, ու սկսեցի կրթվել ու ինչ-որ պահից սկսեցի պատկերացնել, որ լավ կլիներ Հայաստանում նման բլոգ լիներ, որովհետև երբ որ ես սկսում էի, ընդհանրապես ոչ մի հայալեզու բլոգ չկար ու ավելի անգլալեզու բլոգերին էի հետևում, ու մտածի, որ շատ հավես կլինի, որ ինքը ներդրումային լինի, ֆինանսների հետ կապ ունենա, ու այն ամեն ինչ, որ ես կարդացել եմ, սովորել եմ, ուրիշ ոդքասթներից լսել եմ, այդ ամեն ինչը կարելի է հայերենով սիրուն ներկայացնել հանրությանը։ Եթե մի փոքր հետ գանք, այսինքն սկսվեց, երբ որ սկսեցիք ներդրումներ անել։ Իսկ դա ինչպես սկսվեց։ 2021 թվականին ամռանը ես տեղափոխվեցի Նիդերլանդներ, ու իմ համար մեծ կյանքի ինչ-որ փուլ էր, որպես ծրագրավորող աշխատանք էի գտել ու տեղափոխվել էի, ու պարզա սկսեցի հասկանալ, թե ինչ տարբերություն կա հասարակության մեջ, ինչու են օրինակ Նիդերլանդներում մարդիկ ավելի ուրախ են, ավելի հանգիստ են, կարելի ասել ինչ որ չափով ավելի քիչ են աշխատում, ավելի իրենց այդ work-life balance ավելի շատ լավ վիճակում է, ու շատ հարցեր սկսեցի տալ գոլեգաներից, որ հասկանամ, թե ինչպես են այդպես հանգիստ, այնպես չի որ աշխատավարձերը բարձր է, այնպես չի որ թոշակը բարձր է, անգամ իմ մեջ հարցեր ծագում, որ գոլեգաներից մի մասը կտրականապես չեն ուզում երեխա ունենան, ու քանի որ մեր հասարակության մեջ կա դեռ այդ կարծրատիպը, որ պետք է երեխա ունենալ, որ թոշակի տարիքում երեխան օգնի, իմ մեջ լիքը հարցեր կային, բա ինչ են անելու, ինչու չեն մտածում եւ այլն, ու հետո հասկացա գոլեգաներիցս, որ բոլորը ներդրումներով են զբաղվում, այսինքն աշխատավարձից ինչ որ հստակ ներդրումներ են կատարում, անգամ մի գոլեգա ունեի, ում ամուսինը այդպես բավականին թանկ տուն էր գնել, ու էլի իմ մեջ փաստորեն ներդրողը տենց ինչ որ լուրջ բան է, շատ հետաքրքիր է, պետք է հասկանալ, ինչ է այստեղ կատարվում։ Ու այդ 21 թվականին երևի կատարեցի առաջին ներդրումներ շատ սխալ ձևով, ուղղակի այս կողմից այն կողմից շատ փոքր փողերով, զուտ հասկանալով, էս ինչ է, ոնց է աշխատում, ինչով անեմ, ու տենց երևի սերը սկսվեց արդեն ներդրումների ու ֆինանսների հետ կապված, ու երևի կասեմ, որ 22 թվականին ֆինանսական մարքետը շատ վատ տարի ունեցավ, ու այդտեղ ես սկսեցի ավելի շատ հարցեր տալ ինքս ինձ, բա ոնց է լինում, որ մարդիկ կապիտալ են ձևավորում, եթե այսքան վատ է, ու դրանից սկսվեց սերը շատ մեծ ֆինանսների հանդեպ։ Իսկ օրինակ եթե հետ գանք այդ սկզբնական կետը, եթե էլի հնարավորություն լիներ 0-ից սկսելու, ինչ ուրիշ ձև կանեիք։ Ինձ թվում է ուղղակի ավելի շուտ կսկսեի։ Հիմա որ հետ եմ նայում, թե այն ժամանակ ինչքան էժան էր ամեն ինչ, ու հիմա ինչքան ժամանակ է անցել, ես հիմա շատ ճիշտ եմ անում, ինձ թվում է ամեն ինչ, ամեն ամիս ներդրումներ եմ կատարում եւ այլն, բայց կուզեի շուտ սկսած լինել, որ շուտ սկսեի, ավելի լավ կլիներ այդ կապիտալացման ուժով բանով, ավելի վախեցած էի այդ տարիներին։ Ու նամանավանդ, երբ որ 22 թվականին այդտենց ամեն ինչ իջել էր, ես տենց սպասեցի 23-ին ու հենց 0-ի վրա կանգնեցի, նոր սկսեցի կատարել։
որ հիմա հետ եմ նայում, կուզեի հենց առաջի օրվանից թեկուզ սխալ լիներ, թեկուզ իդեալական չլիներ, բայց օրինակ ավելի շատ գումարներ դրած լինեի, ոչ թե օրինակ պահի բանկում։ Բայց մի քիչ հասկանանք, էլի, ընդհանուր միտքը պարզ է, թե Նիդերլանդներում կամ ընդհանրապես աշխարհում շատ տեղերում է այդպես, մարդիկ կատարում են ներդրումներ։ Ոնց է այդ սկսվել կամ ոնց են իրենք այդ հարցին մոտենում, հա? Արդյոք հենց ծնված օրից է դա գալիս իրենց կյանքի մի մասն է, թե Շատ լավ հարց է, ինձ թվում է գալիս է իրենց ծնողներից, Նիդերլանդներում շատ կան մարդիկ, որ այն հին ժամանակներից գումար են ունեցել ու որոշել են օրինակ ֆինանսական մարկետով եւ այլնով կապիտալ ձևավորել։ Ինձ թվում է ինչպես ծնողն է իրեն պահում, նույնն էլ երեխան է պահում ու ծնողներից եկել է, ծնողների ներդրումներ են կատարել ինչ որ փոքր չափի, հիմա երեխաները արդեն մեծացել, մեծ մարդ են դարձել ու իրանք իրենց ծնողների նույն վարքագիծը փորձում են կրկնել, քանի որ տեսել են թե ծնողները ինչպես են հաջողել։ Ես ունեի գոլեգա, ում հորեղբայրը ընդհանրապես S&P 500-ի մեջ ներդրումներ կատարելով մեծ կապիտալ ուներ ու ինքը միշտ դրա մասին խոսում էր։ Այսինքն ընդհանուր այնքան իրական է, որ երևի ծնողներից ու բարեկամներից իրենք սկսում են նաև իրենք էլ մտածել այդ ամեն ինչի շուրջ։ Իսկ ինչ որ մոտավոր թեկուս պատկերացում կա, օրինակ իրենց եկամուտների կառուցվածքը, հա, ոնց են բաժանել, ինչն են աշխատում, ինչն են ստանում որպես ներդրումներից եկամուտ։ Չեմ կարծում ներդրումներից եկամտի հետևից են իրենք, որովհետև դա ավելի կարճաժամկետ ներդրումներն են, որ փորձում են գուշակել, թե օրինակ որ կազմակերպությունը ինչ ուղղությամբ կգնա տնտեսության մեջ, իրենք ավելի շատ դա անում են թոշակի տարիքի համար, այսինքն երկարաժամկետ էկոնոմիկայի մեջ, մարդիկ կան, որ ընդհանրապես ամբողջ էկոնոմիկայի մեջ հետևող ֆոնդեր կա, դրա մեջ են ներդրում կատարում, իրենց մնացածը հետաքրքիր չի, պարզապես իրենց պետք է, որ այս պահի իրենց աշխատավարձով ինչ որ բան ապագայի համար ձևավորվի, որովհետև կարճաժամկետի դեպքում ես միշտ մտածում եմ, որ այդ գումարը, որ գալիս է, պետք է էլի մի բան անել, չէ, թե չէ ծախսվելու է անկապ, ոնց որ անգամ դիվիդենդներն են փոքր թվեր, երբ որ օրինակ 20 տարեկան երիտասարդի մասն ենք խոսում, ով ներդրումներ է անում կամ 25-ում, դիվիդենդները շատ փոքր թվեր են, ես կարծում եմ իրենք ընդհանրապես դիվիդենդի վրա ուշադրություն չեն դարձնում, ավելի շատ այնպիսի ֆոնդեր, որ իրենք դիվիդենդներն են դնում ընդհանուր ֆոնդի մեջ ու ավելի մեծ կապիտալ է լինում մի 30-40 տարի հետո։ Այդ work-life balance-ը որ կա, որի մասին Հայաստանում էլ սկսել են շատ խոսել, իսկ օրինակ ներդրումները ոնց կարող են ազդել դրա վրա ու արդյոք միայն 30-40 տարի հետո են ազդում ու եթե ազդում են, ինչպես են ազդում, հա, ինչ է տալիս դա մարդուն։ Հաստատ ազդելու են լիքը վախեր կան աշխարհով մեկ, որ եթե օրինակ հիմա իմ տատիկի թոշակի համար ես եմ աշխատում, վաղը չեմ ուսոր, մեր երեխաները այդքան շատ չեն աշխատելու, որ մեր թոշակները տան, հենց դա շատ ռեալ վախերից է, որ շատ երկրներում են խոսում հիմա։ Ինձ թվում է կամաց գնալու ենք օրինակ շաբաթական էլի 5 օր, բայց 6 ժամի աշխատանքի եւ այլնին, թե աշխատավարձերը ուր կլինեն, չեմ կարող ասել, բայց հաստատ work-life balance-ը, օրինակ Gen Z-ին, որ իրանք ավելի քիչ են ուզում աշխատել, ավելի շատ ստանալ, իրանք ավելի խիստ են վերաբերվում իրենց միջավայրին, ղեկավարներին եւ այլնին, իսկ թվում է իրանք ինչ-որ փոփոխություն են անում ու ապագայում էլ ավելի շատ փոփոխություն կլինի։ Դա երևի էվոլյուցիայի մի մասն է, բայց թե ուր կլինենք, շատ հետաքրքիր է, նաև արհեստական բանականությունը մեզ ինչ-որ տեղ կտանի, ինչ-որ հետաքրքիր մի տարիներ երևի կունենանք մոտ 20 տարի հետո, թե ինչպես աշխարհը կփոխվի ընդհանուր։ Որովհետև շատ հաճախ այն մարդիկ, ովքեր ժամանակին արել են այդ ներդրումները, իհարկե միշտ նայում եմ արդեն բավականին տարիքով մարդիկ են, ովքեր նաև հավաքել են այդ եկամուտները ու իրենք անընդհատ ասում են, որ դա քեզ տալիս է ընտրության ազատություն, այսինքն դու առավոտ արտանում ես, որ ժամին ուզում ես։ Ես համարյա տենց եմ ապրում, ցավոք սրտի, երևի պետք չի, շատ տենց հարմարավետ կյանքի մեջ եմ, բայց շատ մեծ ընտրության հնարավորություն է տալիս, որ օրինակ ես մտածում եմ, ես չեմ կարող ժամը 9-ին գնալ գրասենյակ, այս պահի դրությամբ ուղղակի սովոր չեմ այլևս, երևի կորոնայից հետո, երբ որ մենք բոլորս տանից էինք աշխատում, դրանից հետո նենց ստացվեց, որ իմ աշխատանքը դարձավ հիբրիդ, ու որ ես ժամը 9-ին աչքերս բացում եմ, մտածում եմ, որ չեմ ուզում գնամ գործի, ես տանից եմ աշխատում նույն գործը, ինչ որ անում եմ գրասենյակից։ Ու
Այդ հաստատ ինչ որ չափով կազդի այս ամբողջ այս էկոնոմիկայի վրա ազատությունը դա որ ես կարողանում եմ այնպիսի աշխատանք գտնել, որը հիբրիդային է ես կարողանում եմ օրինակ եթե մթնոլորտը աշխատավայրի դուրս չի գալիս արդեն պլանավորել որ ես դուրս եմ գալու միգուցե 3 ամիս ես իմ կապիտալի հիմքով ապրեմ իմ ապահովության ֆոնդը օգտագործեմ ու աշխատավարձ չստանամ բայց իմանամ որ իմ մյուս աշխատանքը ավելի լավն է լինելու իմ մյուս ղեկավարը ավելի լավն է լինելու ես իմ կյանքի իմ համար շատ կարևոր աշխատանք եմ անելու որովհետև ես ծրագրավորող եմ ու լինում են տենց ինչ որ նախագծեր, որ ինձ ընդհանրապես դուր չեն գալիս, ինչ որ ինդուստրիաներ, որ ես չեմ ուզենա աշխատեմ, ես կարող եմ հանգիստ օրինակ այդ ինդուստրիաներին ուղղակի իմ ցանկում չունենալ ու կախված չի աշխատավարձի քանակից, զուտ կախված է նրանից, որ ես չեմ ուզում այդ ինդուստրիայում ինչ որ օգուտ տալ։ Հասանք մի շատ կարևոր կետի, այդ ապահովության ֆոնդը ձևավորելն է, հա։ Նկարագրենք ինչ է դա ինչքան է դա, ինչպես դա հաշվել եւ կառուցել։ Ըստ ինձ ես որ օրինակ ինչպես կմոտենայի, ուզում եմ նշեմ, որ ես ընդհանրապես ֆինանսների հետ կապված մասնագիտացում չունեմ, ուղղակի շատ հետաքրքիր ֆինանսական ֆորմուլաներ կան, օրինակ դրանցից մեկը 50-30-20-ն է, որ աշխատավարձը բաշխում է 50%-ի, 30%-ի եւ 20-ի մեջ։ 50%-ը պետք է լինի պարտադիր ծախսերը, օրինակ կարա լինի հիպոթեկի մարումը, դա կարա լինի վարձակալությունը, տրանսպորտը, ամենօրյա ծախսերը, կոմունալները, ամենօրյա մեր պարտադիր ծախսերը, որ պետք է անենք։ 30%-ը մեր զվարճանքն է, որովհետև կարևոր է զվարճանալ, ոչ թե միայն աշխատել վաղվա համար, իսկ 20%-ը պետք է լինի խնայողությունները, վարկերի մարումը կամ ինքը կարող է լինել ներդրումները։ Երբ որ մարդ 0-ից է սկսում, պետք է կենտրոնանա նախ ապահովության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է լինի գումար, որը ինքը չի կպնելու, օրինակ ճամփորդության համար կամ զվարճանքի համար, ինքը հստակ ինչ-որ ֆոնդ պետք է լինի, ինչ-որ միտեղ ցանկալի է խնայողական հաշվում, իսկ խնայողական հաշվից դատ նաև կարող է ինքը ավանդ լինել համալրվող, տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ կան, որ ինքն ամենավատ դեպքերի համար է, օրինակ պետք է լինում, չգիտեմ, բժշկի այցելություն, որը նախատեսված չէր կամ ինչ-որ բժշկական հետազոտություն, դա կարելի է օգտագործել ապահովության ֆոնդից։ Հիմնականում 3-ից 6 ամսվա պարտադիր ծախսերի գումար է պետք ունենալ, հավաքած, ու հիմնական եթե 2 աշխատանք ունեն, ոնց որ կարելի է 3 ամսվա ունենալ, եթե մեկ աշխատանք ունի հնարավոր է 6 ամսվա ծախսերի գումար, կարծում եմ, եթե ընտանիքը մեծ է, պետք է ավելի շատ երևի գումար պահած ունենալ, դա այն ամենավատ դեպքերի համար պետք է միայն օգտագործել, կարելի է տենց այդ 20%-ով օրինակ սկսել հավաքել, որ հստակ ինչ-որ բարձիկ լինի, ու հետո նոր ուրիշ բաներ։ Ու հետո կարողանաս ցանկացած պահին քեզ դուրս չեկած աշխատանքից դուրս գաս։ Որովհետև կյանքը ինձ թվում է ուրախ լինելու մասին է, լավ տեղում լինելու, ոչ թե տենց փող աշխատելու։ Փողն էլ է կարևոր, շատ կարևոր է, բայց կարևոր է, որ գոլեգաները առաջ գնան, լճացում չլինի, ընդհանուր միջավայրը լավ լինի։ Բայց արդյոք կարևոր չէ եկամտի մակարդակը, հա, մարդու, որովհետև մենք էլ այս թեմայով շատ այսպես վիդեոներ ունենք ու ամենաշատ հանդիպող կոմենտերն է, որ այն 20%-ին էլ չի հերիքում։ Հա, շատ լավ հարց է։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է լավ եկամուտ ունենալը։ Մենք բոլորս պետք է դրան շարժվենք, կամ օրինակ մեր գործից զատ հասկանանք մեր առաքելությունը, որն է միգուցե ուրիշ ինչ որ, չգիտեմ, բլոգով զբաղվենք կամ ինչ որ ուրիշ հարցը, որ մեզ հետաքրքիր է, շատ կարևոր է եկամտի վրա աշխատել, ամեն տարի բարձրացնելը, որովհետև ինֆլյացիան բարձրանում է, մեզ պետք է ավելի շատ գումար, բայց նաև ինձ թվում է եկամուտը ինչքան էլ որ լինի, պետք է ստեղծել հնարավորություն խնայելու։ Ամենալավ միջոցը խնայելու, երբ որ աշխատավարձը նստում է, հենց հաջորդ օրը այդ 20%-ը տեղափոխել մի հատ ուրիշ բանկ, մի հատ ուրիշ հաշիվ, որին ամեն օր մենք չունենք ոչ մի հասանելիություն։ Ամեն պահի կարող ենք օրինակ գնալ ինքը ուրիշ բանկում այդ բանկից վերցնել, բայց անգամ կարող ենք ծրագիրը չունենալ, որ ինչ որ չափի մոռանանք այդ գումարի մասին։ Ըստ ինձ ոնց որ աշխատավարձի յուրաքանչյուր կոպեկ ինչ որ գործողություն է անում, այսինքն որ մենք տեղափոխեցինք խնայողությունը, ինքը գնալու է խնայողությունները ձևավորի, եթե չտեղափոխենք, վերջում այդ գումարը չի մնալու, որովհետև գովազդներն ու ամեն ինչը մեզից ուղղակի տանելու են, անհնար է մեր ձեռքը մնա այդ գումարը։ Այդ շատ լավ թեմա է, զուտ նախորդ թեմայի մի հատ շատ հետաքրքիր ձևակերպում կա, ասում է,
որ լավագույն ներդրողը այն ներդրողն է, ով որ մոռանում է իր ներդրումային հաշվի գաղտնաբառը։ Հա, այդպես հետազոտություն է եղել, որ շատերը մոռացել են անգամ 1929 թվականի մեծ անկումներից հետո, շատերը մոռացել են, հետո բացել են, տեսել ամիջ կարգավորվել է, ուղղակի պետք է մոռանալ։ Լավ, հասանք գայթակղությունների դաշտ, որովհետև այսօր թե սոցիալական ցանցերը, թե ընդհանրապես մարքեթինգի բոլոր գործիքները այնքան տարբերակներ են առաջարկում, այնքան լավ են դա անում, այնքան մտածեն մարդու մտածելակերպի, որոշումների կայացման այդ թույլ տեղերի վրա այնքան են խորացած, որ շատ ժամանակ դժվար է դրան դիմագրավելը։ Բա ինչ անել։ Ցավոք սրտի, ես այն մարդկանցից մեկն եմ, որ նման ծրագրերի վրա էլ հենց աշխատում է գործի բերումով, դե հիմա տենց է, անհնար է առանց դրա, լիքը ծրագրեր կան, որ ընդհանուր թեկուզ թե Facebook-ում, որ գովազդի վրա կլիկ արվում, այդ ամեն ինչը հասկացվում է, որ գովազդներ, որտեղում կլիկ արվեց, ինչի համար, այդ ամբողջ էս բոլոր ցանցերը իրար հետ լրիվ կարողանում են համագործակցել շատ տարբեր ձևերով, թե iOS-ում, թե Android-ում։ Ու հիմնականում այդ ամեն ինչը գնում է մոբայլով, հենց հեռախոսներով, շատ ինքը հետաքրքիր թեմա է, մեզ բոլորիս թիրախավորում են, որ գումար ծախսենք, կարա լինի շպարվելու ապրանքների վրա կանանց դեպքում, տղամարդկանց դեպքում ուրիշ թիրախներ կամ մեքենաների հետ կապված եւ այլն, ու այդ ամեն ինչը գնալով ավելի է բարթանալու հաստատ, որովհետեւ կապիտալիստական աշխարհ է ու բոլորը հասկանում են նամանավանդ հարուստ մարդիկ, ովքեր բիզնեսներ ունեն, իրենք գիտեն, որ մարդկանց ձեռքը կապիտալ կա, ու այդ պետք է փորձեն ամեն ձև իրենք վերցնեն։ Ավելի է բարթանալու։ Այդ հաստատ կարող եմ ասել, որովհետև այդ գործիքները մենակ լավանում են, նամանավանդ հիմա արհեստական բանականությամբ ավելի են բարթանալու։ Ու մեր հոգեբանությունը իրանք մեզ շատ լավ գիտեն։ Իրանք գիտեն մարդիկ ինչ են ուզում, ինչն է իրենց դուր գալի տրենդները եւ ամեն ինչը, ու շատ ցավալի է, բայց այդպես է լինելու։ Իսկ մարդիկ պետք է կարողանան մի քիչ հետ կանգնել, օրինակ ես որ չունեի բլոգ, ավելի փորձում եմ Instagram-ից հեռու մնալ, ինչ որ պահերի, որ ընդհանուր տենց ինֆլուենս չլինեմ, ազդեցություն իմ վրա չլինի, որ ես ինչ որ բան ինձ պետք կամ բան, ամեն ինչը ձևակերպում եմ, որ քեզ պետք է սա, դու արժանի ես սրան, այդ ամբողջ այդ կարգախոսները տանում են լրիվ այդ գնանք առնենք, ունենանք։ Բայց միթե արժանի չենք։ Արժանի ենք, բայց ավելի լավ բաների լինենք արժանի։ Օրինակ ինչի չեն ասում, առեք ակտիվներ, էկոնոմիկայից մա շատ քիչ է գովազդը դրա հետ կապված։ Շատ քիչ։ Հա, իսկ ինչ որ հնարքներ կան, թե ոնց դիմագրավել դրան, որովհետև եթե այդ ինդուստրիան, որ աշխատում է մեր թուլությունների վրա, պետք է լինի նաև նմանատիպ գործիքներ դրան դիմագրավելու։ Ինձ թվում է ընդհանուր առումով արժի եթե ծրագիրը շորերի ծրագիր է, որ մենք ներբեռնում ենք բան, ընդհանրապես ծանոթություններին չթողնենք, որ մեզ ծանոթություններ ուղարկեն։ Մեզ իրենք միշտ փորձում են, չգիտեմ, իրանց email մարքեթինգի մեջ ներառել եւ այլն, ինձ թվում է արժի այդ ամենից հեռու մնալ, որովհետեւ դրանք բոլորը իմպուլսիվ որոշումների են տանում։ Ընդհանուր իրանք միշտ գործիքներ են մեզ տալու, որ ընդհակառակը փորձեն մեզնից տանեն, իսկ մենք ուղղակի պետք է հասկանանք մեզ ինչ է պետք կյանքում, պատկերացնենք մոտավոր օրինակ տարվա սկզբում օրինակ մենք ճամփորդելու ենք եւ այլն, հասկանանք մեր ինչ որ նպատակները մեր կյանքի հետ կապված, արդյոք այդ նոր շորը մեզ կուրախացնի, թե չէ, այդ շատ լավ հարց է։ Եթե կուրախացնի, շատ լավ է ունենալ, բայց եթե չի ուրախացնելու պարզապես ոնց որ իմպուլսիվ գնում է, որ 5 վայրկյան է տևելու այդ ուրախությունը, իսկ մա արժի նորից մտածել ու միգուցե հետ մնալ։ Շատ մարդիկ իրենց տալիս են 24 ժամ հասկանալու համար արդյոք այդ շորին իրանք հետ կգան եւ կավելացնեն զամբյուղում, թե չէ։ Ես էլ եմ մեկ տենց անում ու լինում է, որ մոռանում եմ ու տենց մնում էլ է։ Դա էլ շատ ինչ որ հետաքրքիր էլի հոգեբանական հնարք է։ Հա։ Իդեպ Instagram-ը ու նմանատիպ շատ հարթակներ բացի այդ մի կողմից, որ աշխատում են մեր վրա, նաև իրենք որպես հարթակ տալիս են այդ դաշտը, որտեղ մարդիկ նաև ցույց են տալիս այդ ամեն ինչը ու նաև այդ դրա կոպիտ ասած այդ լայքերն են հավաքում, որը նույնպես շատ արժևորում են, այսինքն օրինակ շատ հաճախ ոչ այդքան այդ ապրանքը կամ դրա տված օգտակարությունն է իրենց համար կարևոր, այլ դա հրապարակելուց ստացած լայքերն ու արձագանքները։
Այդ շատ հետաքրքիր հարց է, ես այն օրը կարդում եմ մի նյութ, որ ասում էր, որ նրանք ովքեր յախտա ունեն, հիմնական ցույց չեն տալիս, բայց որ տեսնում ենք օրինակ Instagram-ով ինչ-որ մեկը, որ իր յախտան է ցույց տալի, հիմնական վարձակալված է։ Դա շատ հետաքրքիր ինչ-որ նյութ էր։ Ես շատ չեմ տենց խորանում մտածում կամ մարդիկ կան, որ ասում են Bitcoin-ի մեջ ներդրում արեցի, հիմա Lamborghini եմ քշում եւ այլն, այդ կարող է շատ վատ տեղեր տանել հոգեբանորեն, ու մարդիկ կան իմ տարիքում ավելի շատ ունեն, մարդիկ կան իմ տարիքում ավելի մեծ խնդիրներ ունեն, ինձ թվում է չպետք է համեմատենք, ու երևի որ ինչքան համեմատում ենք, ինչքան ոնց որ իրենց տեղ ենք տալիս, իրենք ավելի շատ են սկսում ցույց տալ, բայց մի բան որ ցույց տալու մասին օրինակ ես միշտ մտածում եմ, եթե ես այս բան տեսնեմ ինչ որ մեկը որ Lamborghini-ով գնում է, ես մի հատ ընդհանրապես տվյալ ունեմ այդ մարդու մասին, այդ մարդու ընդհանուր net worth-ը, իր ֆինանսական կարելի ասել արժեքը մինուսը 50,000-ից կամ ինքը ուղղակի ունի $50,000 ավտովարկ։ Ընդհանուր ոչ մի ես իր մասին տեղեկություն չունեմ, դա շատ հետաքրքիր է։ Նույն ես Instagram-ի մասն եմ մտածում, որ տեսնում ինչ-որ մեկը Lamborghini-ով գնում է, ուրիշ տվյալ ես չունեմ, ինքը իր ինչով է զբաղվում։ Դժվար է հասկանալ, մենակ տվյալը դա է։ Հետաքրքիր է, բայց ամեն դեպքում նաև ծախսերի կառավարման տարբեր հնարքներ կան, որովհետև որպեսզի այդ 20%-ը մնա, ծախսերը պետք է տեղավորել 80%-ի մեջ։ Ինչ հնարքներ կան, որ կարող են մեզ օգնել դա անել, հա, որպեսզի նույն այդ իմպուլսիվ գնումները հասկանանք կամ ընդհանուր մեր ծախսերի կառուցվածքը այնպես կազմակերպենք, որ ինքը տեղավորվի մեր պատկերացրած հենց բյուջեի մեջ։ Տարբեր ձևեր կան, ես ունեի գոլեգա, որ ինքը երկու հաշիվ ուներ, հենց մի հաշիվը պարտադիր ծախսերի համար էր ինքը առանձնացնում, մյուս հաշիվը իր մոտ զվարճանքի հաշիվներ, այսինքն տենց 30%, 50% ինքը բաշխում էր։ Ու ինձ թվում է ոնց որ կամած մենք մեզ ավելի լավ ենք իմանում, օրինակ հիմա եթե ես փորձեմ այդ 50-30%-ի մեջ տեղավորվել, կարող է լավ չտեղավորվեմ, բայց որ իմ քաղվածքը նայեմ հասկանամ ես ինչպես եմ ծախսերս կատարել, միգուցե մոտ 50-30-ը մի քիչ անգամ տոկոսայնությունը իրանց տարբերվի, տենց էլ է լինում ու նման մարդիկ կան, որ վարկեր ունեն, իրենց մոտ օրինակ 50-30-20 չի լինի, կարող է ավելի մեծ լինել, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ առողջ է, երբ որ կարողանում ենք ինչ-որ 50-30-20 ինչ-որ սիրուն բալանս ունենալ, բայց լիքը մարդիկ օրինակ լիքը վարկեր ունեն, իրենք չեն կարող այդ վիճակով լինել ու ես մտածում եմ, որ եթե օրինակ տան վարձակալություն կամ հիպոթեկը 50%-ի մեջ մարդու աշխատավարձի չի տեղավորվում, դա նշանակում է, որ ինքը իր աշխատավարձից ավելի իր աշխատավարձի չի հերիքում իր կյանքին։ Այսինքն պետք է ինքը հասկանա, որ աշխատավարձի մեջ է պետք ապրել, ոչ թե դուրս, որովհետև դուրսը մեծ խնդիրներ է բերում վարկերի տեսքով։ Չգիտեմ, այդ հաշիվներն է ինչ որ շատ հետաքրքիր, մարդիկ կարող են փորձել ինչ որ ուրիշ բանել։ Մնացածը ինձ թվում է արդեն մարդը պետք է ինքն իրեն հասկանա, միգուցե նաև նոր ինչ որ հետաքրքիր գործիքակազմ ինքը կարող է անել իր համար։ Իսկ օրինակ ոնց է դուք կամ չգիտեմ ձեր պատկերացրածով պետք է վարել ինչ որ բյուջե անձնական ու ոնց է դա պետք է անել, եթե պետք է, որովհետև մարդիկ կան մտքի մեջ են փորձում հաշվել, մարդիկ կա շատ սիրուն այսպես գրում են, ընդհանուր մինչև օրինակ չգիտեմ բենզինի ծախսը եւ այլն։ Ինձ թվում է շատ անձնական է դա, ես օրինակ չեմ կարող նստել ու գրել, ես փորձել եմ, իմ մոտ չի ստացվում, իմ ընդհանուր բանկային ծրագիրը ինձ շատ լավ ցույց է տալիս, գոնե այդպես կարողանում եմ իմանալ իմ կատեգորիաներով, թե ինչի վրա եմ ծախսում, մոտավոր իմ մոտ ամսական նույն կտրվածքն է, եթե ինչ-որ մեծ բաներ չի լինում, մեծ ճամփորդություն եւ այլն։ Ինձ թվում է ես գիտեմ իմ թվերը, ես գիտեմ ես ինչքան եմ աշխատում, ինչքան եմ ծախսում, ինչից ինչ եմ ստանում, դա շատ է օգնում, թվերն իմանալը շատ կարևոր է, թե ինչքան եկավ, ինչքան գնաց ու ինչի վրա գնաց, այդ շատ կարևոր է։ Ընդհանուր երևի նրանք ովքեր ուզում են սկսեն նոր նայել այդ ամեն ինչը, շատ կարևոր է, որովհետև լիքը բաժանորդագրություններ են լինում, որ մեզ էլ պետքա կանչեն, բայց մենք չենք տեսնի, եթե քաղվածքին չնայենք, կամ օրինակ եթե մեր բանկային ապը մեզ լավ այդ ամեն ինչը ցույց չտա։ Ես կարծում եմ, որ մարդուց է կախված ինքը կուզենա գրի թե չէ, բայց թվերը իմանալը շատ լավ է, ընդհանուրը օգնում է։ Բյուջեն ամեն ինչի սկիզբն է, այսինքն իմանալ թե ուր է գումարը գնում, որովհետև հնարավոր է մենք այնպիսի բանի վրա ենք ծախսում, որ մեզ ընդհանրապես չի երջանկացնում ու այդտեղ կարող եք հասկանալ դա հաստատ։ Իդեպ, այսպես challenge անենք մեր fintech ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև Հայաստանում դեռ
Ինչքան ես եմ հանդիպել, չկա մի կազմակերպություն, որը տա հենց ըստ ուղղվածությունների, հա, քո ծախսերի։ Ես տեսել եմ դրսում լիքը նմանատիպ էփեր կան, որի մեջ ուղղակի քաղվածքը դնում ես եւ ինքը ամբողջ կառուցվածքը քո ծախսերի ցույց է տալիս։ Ու Հայաստանում իհարկե կանխիկ ծախսերն են մեծ տոկոս, բայց նույնիսկ միայն ականխիկի նորմալ, ասես դասակարգում դեռ ոչ մեկ չի առաջարկում։ Կարծում եմ կանխիկը նույնպես կարա լինի օրինակ food կամ ինչ-որ sense հետաքրքիր կատեգորիաներ կարան անգամ այդ կազմակերպությունները կարողան ունենալ, բայց հա բանկային ծրագիրը շատ բան կարող է օգնել ցույց տալու համար, օրինակ տաքսի վրա ինչքան գնաց, ուտելիքի եւ այլնի։ Հասել ենք մի կարևոր ու ցավալի թեմայի, որը Հայաստանում նույնպես շատ տարածված է, այն է, որ մարդիկ շատ հաճախ այսպես վարկային ծանրաբեռնվածություն են վերցնում իրենց վրա։ Վարկ վերցնել ընդհանուր առմամբ կարելի է երկար քննարկել, լավ է, վատ է, երբեմն շատ լավ է, երբեմն շատ վատ է, բայց այն որ այսպես վարկեր հավաքել եւ դրա բեռի տակ հայտնվել, այդ միանշանակ լավ չէ։ Ինչ անել այդ դեպքում դրա տակից դուրս գալու համար։ Եթե արդեն կան վարկեր։ Այո։ Այդ շատ հետաքրքիր հարց է։ Ես վարկայի մասնակից չեմ, ուղղակի օրինակ մի բան, որ ես մտածում եմ, ես ընդհանրապես գաղափար չունեի, այդ վարկերն էին, որտեվ երբևէ չէի վերցրել, բայց շատ եմ խոսում հիմա բլոգի հետ կապված բավական մարդկանց հետ, ովքեր լիքը վարկեր ունեն ու Հայաստանում շատ վատ է ընդհանուր իստում վարկերի հետ կապված թեման։ Մի քանի 800,000 հոգի կարծեմ Հայաստանում վարկ ունեն։ Հա, ու ես իրենց հետ շատ եմ շփվում, որ շատ ինձ լիքը ինսայթներ է տալիս իրենց ընդհանուր մտածելակերպի ու թե ինչպես են վարկեր եկել։ Մի մաս անգամ եղել է, որ գարանտ են եղել ու հիմա պետք է այդ վարկերը փակեն, այդ էլ մեծ ուրիշ խնդիր է, որ այդ մարդը չի վերցրել այդ գումարը։ Մի քանի տարբերակներ կան, եթե նախ շատ կարևոր է սիրել կարդալ ինձ թվում է կյանքում, շատ հնարքներ կան, կարելի է ուղղակի կարդալ ռուսերենով, անգլերենով, հայերենով, մի հատ հասկանալ, թե որը կարող է օրինակ օգնել։ Մաթեմատիկայի տեսանկյունից շատ մարդիկ սիրում են մեծից փոքր դասավորել վարկերը ու սկսել այդ ամեն ինչը մարել։ Բայց մի հատ հետաքրքիր ուրիշ տարբերակ կա, ինքը Դեյվ Ռեմսին, հենց վարկային խորհրդատու է Ամերիկայի հետ կապված, ինքը անգամ շոու ունի եւ այլն ու ինքն է սիրում ասել այդ ծնագնդի մեթոդը, որ փոքրից մեծ են իրենք վարկերը մարում, որովհետեւ փոքրը օգնում է մոտիվացիա է տալիս, մաթեմատիկայի տեսանկյունից վատ է, որովհետև ոնց որ հիմնական ավելի շատ գումար ենք մենք ծախսում այդ վարկերի մարման վրա, բայց փոքրից մեծը մեծ մոտիվացիա է տալիս մարդկանց, անգամ գրելը տեսնել, որ փոքրը չկա, վրան գիծ քաշելի եւ այլնը, օգնում է, որ մարդիկ կարողանան մի հատ փոքրերից վերջացնեն ու թողեն այն ամենամեծը, մի հատ sense կարողանան շունչ քաշեն։ Շատ հետաքրքիր մեթոդներ կան, այդ ծնագնդի մեթոդը խորհուրդ եմ տալիս մարդկանց անպայման ուսումնասիրեն։ Ինձ թվում է լիքը բան մոտիվացիայի հարց է, որովհետև sense փորձում ենք այն ամենամեծը մարենք, բայց այդ մեծն է տենց չի վերջանում, տոկոսներն է շատանում է, տենց հետո վերաֆինանսավորման հարցեր եւ այլն, շատ հետաքրքիր է, ու մի հատ հետաքրքիր բան կար, համեմատություն կար, թե ոնց են վարկերն աշխատում, շատ հետաքրքիր է National Geographic-ը, եթե նայած մարդիկ կան, մենք այնտեղ ունենք այծքաղ ու ունենք գեպարդ, այս գեպարդը միշտ ուզում է այծքաղին ուտի, բայց գեպարդը լինելով ամենատենց արագ վազող կենդանին, այծքաղը միշտ իրեն համարյա միշտ չէ, հաստատ գտնեք կադրեր, բայց այծքաղը կարողանում է միշտ իրեն անցնի ու զիգզագաձև է սկսում վազել, որովհետև գեպարդը միայն ուղիղ կարող է վազի ու անանի ու համեմատությունն նրանում է, որ վարկերը լրիվ գեպարդի պես են մեր հետևից գալիս, բայց մենք կարող ենք ավելի խելացի իրան զիգզագաձև ինչ որ մոտեցում տալ, որ իրանցից վերջացնենք իրենց, հա։ Շատ դժվար է, ինձ թվում է կապիտալը սկսում է ձևավորվել, երբ որ 0-ի վրա ենք կանգնում, այսինքն չկան վարկեր։ Ու այդ 0-ն ինքը շատ մեծ թիվ է, եթե մարդիկ կամ վարկեր ունեն 0-ի վրա կանգնեցին, այդ շնորհավոր, պետք է շնորհավորել իրենց, ինք շատ մեծ բեռից են վերջացրել։ Ու գիտեմ, երևի նաև պետք է ասել, որ երբ որ ունեք վարկեր, ինչքան էլ մենք խորհուրդ ենք տալիս ունենալ ներդրումներ, բայց մինչև վարկը չմարել, իմաստ չկա երևի թե ներդրումներ, որովհետև զուտ ֆինանսապես միևնույն է, վարկի տոկոսը միշտ ավելի բարձր է լինելու, քան մոտ հասանելիության, այսպես ներդրումների եկամտաբերությունը։ Կարելի է միշտ հաշվել, որ ավանդ ներդրումները իրենք մոտավոր 10%-ի չափով են միշտ տալիս։ Այսինքն
Իսկ մեր վարկերը տենց 14, 18, 25, անգամ եկի հետ է խոսում 35 հետաքրքիր տոկոսներ կան, անհնար է, այսինքն ավելի լավ է երևի այդ վարկերից վերջացնել, նորը չվերցնել, բայց նաև շատ ուզում եմ նշել, որ եթե անգամ վարկեր ունեք, շատ կարևոր է կողքից ապահովության ֆոնդի ստեղծումը, որովհետև եթե դուք վարկեր ունեք, միշտ ինչ-որ բան է պետք լինում ու հիմա պետք է նոր վարկ վերցնեք, եթե ապահովության ֆոնդը չունեք։ Այսինքն կարևոր է այն 20%-ը, որ պետք է ունեք գնալ վարկերին, մինիմալ վճարները, օրինակ սկսել վարկերը մարել եւ ինչ որ չափի բաներ խնայողություններ ձևավորել, ոչինչ այդ գումարը թող լինի, բայց դուք ձեզ ավելի լավ կզգաք։ Մոտիվացիայի պահը շատ հետաքրքիր էր, փոքրից սկսել, որպեսզի վիզուալ ինքը ավելի տեսանելի լինի ոնց է պակասում։ Չնայած իմ այսպես ֆինանսական կրթությունը ասում է, որ պետք է սկսել նրանից, որի տոկոսը ավելի բարձր է։ Մաթեմատիկարեն, այո։ Այո։ Միգուցե այդ փոքրից մեծը ամենամեծ հավանականությամբ ավելի շատ գումար կտանք, բայց շատ մարդիկ փորձում են այս մեծը փակել ու այդ մոտիվացիան կորցնում են իրանք։ Կյանքի հանդեպ այդ ուժը, այդ արագացումը չի լինում, որ այն փոքրերին գոնե հասնեն, այդ է խնդիրը ըստ ինձ։ Եվ ամեն դեպքում գանք կամաց ներդրումներին ու մի փոքր էլ բացահայտենք ներդրումների ստեղծած հնարավորությունները, նախ ինչ տեսակի ներդրումներ եք դիտարկում եւ ինչ տրամաբանությամբ։ Հիմնականում բոլորը կապված են ETF-ների հետ, որոնք իրենցից ներկայացնում են ֆոնդեր, որ կարող են հետևել ինչ-որ ինդեքսի կամ կառավարվել ակտիվորեն տարբեր ֆոնդերի կողմից։ Ֆոնդերը իրենք ավելի դիվերսիֆիկացված ամբիղներ են, օրինակ S&P 500-ի մասին, երբ որ խոսում ենք, ինքը ինդեքս է, բայց դրան հետևող լիքը ֆոնդեր կան։ Ինդեքսը իրենց ներկայացնում է ինչ-որ լիստ, որի մեջ մտնում են որոշակի կազմակերպություններ։ S&P 500-ի դեպքում դա Ամերիկայի 500 ամենաթոփ կազմակերպություններն են, ու իրեն հետևող լիքը ֆոնդեր կան թե Նյու Յորքյան բորսայում, թե Լոնդոնի բորսայում, բոլոր տեղեր, որ հետևում են այդ ինդեքսին, այսինքն իրենց գինը փոխվում է ըստ Ամերիկայի 500 ամենամեծ ընկերությունների։ Դա շատ կարելի է ասել այս պայծրությամբ ապահով ներդրում է, բայց քանի որ մենք վստահ չենք, թե 40 տարի հետո ով կլինի գերագույն ուժ, միգուցե Ամերիկան չլինի, Չինաստանը լինի, նաև շատ կարևոր է այդտեղ դիվերսիֆիկացիա ունենալ ու դիտարկել այնպիսի ֆոնդեր, որ ունեն երևի ամբողջ աշխարհից կամ օրինակ ամբողջ աշխարհից հանած Ամերիկան, այդպիսի ֆոնդեր կան, որ նայում են նաև ուրիշ կազմակերպություններին աշխարհի երեսին։ Ու նաև կարելի է ինչ-որ ավելի ագրեսիվ ֆոնդ է դիտարկել, որ 100 ամենաուժեղ ընկերություններն, այսինքն իրենց տատանումներն ավելի բարձր են լինում, բայց իրենք կարող են ավելի լավ եկամտաբերություն տան։ Տարբեր տեսակի պորտֆելներ հնարավոր է կազմել, նաև կարևոր է նայել, որ արժութային ռիսկը շատ մեծ չլինի, օրինակ ես այս տարի շատ զգացի իմ պորտֆելի վրա, որը իմ գումարի մեծ մասը ավելի դոլարային ներդրումների մեջ էր, բայց եվրոն ավելի թանկացել էր, ես այդտեղ տեսա ինչ-որ արժութային ռիսկ, այսինքն լավ դիվերսիֆիկացված չէի։ Նաև կարևոր է ընդհանուր, քանի որ մենք Հայաստանում ենք, մեր համար նաև դրամն է կարևոր, այսինքն ըստ ինձ ամենալավ պորտֆելը ինքը կարող է թե ներդրումներ ունենալ արտասահմանյան շուկայից, թե անշարժ գույք Հայաստանում, թե պարտատոմսեր, թե ավան, այդ ամեն ինչը sense լավ դիվերսիֆիկացիա կտա բոլոր ուղղություններով, որ մենք վստահ լինենք, որ եթե մենք երկար ենք խաղի մեջ մնալու 30-ից 40 տարի, մենք հաստատ ինչ-որ բան կունենանք ու ռիսկն է քիչ կլինի։ Այդ երկար մնալու իմաստը փորձենք հասկանալ, որովհետև շատ կարևոր է հասկանալ, որ ինքը ուղղակի այսպես գծային երկար չի, էլի, ինչը տալիս այդ երկար ժամանակը մեզ։ Երկար ժամանակը մեզ տալիս է ընդհանուր հնարավորություն հասկանալու, որ օրինակ հիմա եթե մենք ներդրում կատարենք ու 5 տարի հետո փորձենք այդ ներդրումից ինչ-որ գումար հանել, միգուցե 5 տարի հետո մեր էկոնոմիկան այսպիսի արժեք չունենա, օրինակ ինչ-որ բան տեղի ունենա, կորոնա լինի, կամ ինչ-որ ուրիշ համաճարակ սկսվի ու մեր մոտ պորտֆելը ավելի արժեքը կորցրած լինի։ Մենք միշտ երկարաժամկետով ենք նայում, որովհետև տատանումները կարող են շատ լինել, մի տարի կարող են լինել 20%, մի տարի մինուս 50 անգամ, 1929-ին ավելի շատ է եղել, ավելի ցավալի է եղել այդ կորուստները եւ այլն, ու մեր համար կարևոր է ընդհանուր իմ ռազմավարությունը այնպես է, որ ես ամեն ամիս եմ իմ ներդրումները կատարում, որ թե այն ամենացածր կետում ես ակտիվներ ունեմ, թե այն ամենաբարձրում, որ վերջում գեղեցիկ միջինացվի արժեքը ու իրար վրա ես կարողանամ ինչ-որ մի բան ստեղծել ապագայում ու շատ կարևոր է երկարաժամկետ մտածելակերպը, որովհետև մենք ինձ թվում է շատ դրական է ասել, որ 40 տարի հետո ավելի արժեքավոր տնտեսության մեջ պետք է լինենք, բայց 5 տարի հետո միգուցե արժեքավորի մեջ չլինենք։ Իրոք շատ
կետեր կան, երբ որ այդ պահին դու կարող ես լինել մինուսի մեջ, բայց երկարաժամկետում ինքը միշտ աճում է։ Հիմնական աճ ուզում եմ ավելացնել, որ 20 տարի հետո է սկսվում ընդհանուր եթե բարդ հաշվիչով նայում եք, տենց սկզբի 10 տարին ամենաբարդն է, որովհետև շատ դժվար է մարդիկ ամուսնու ընտանիք են կազմում, շատ դժվար է այդ գումարին չկպնելը, իսկ ամենամեծ աճը ընդհանուր 20 տարի հետո է սկսվում, ու ինչքան երկար է մնում, ավելի մեծ աճ է լինում, sense էքսպոնենցիալ գեղեցիկ գրաֆիկներ կան։ Ես անպայման պետք է օգտվեմ հնարավորությունից ու ոչ ֆինանսիստին հարցնեմ, թե ինչ է բարդ տոկոսը։ Միգուցե դուք վերջապես պարզ լեզվով բացատրեք։ Պարզ լեզվով չեն բացատրեմ։ Բարդ տոկոսը, պատկերացրեք, օրինակ դուք $1000 ներդրում եք կատարում, 10%-ով ինքը մյուս տարի հետո դառնում է 1100։ Հիմա ինքը 1100 է, բայց էլի 10%-ով աճելու է, դա արդեն 1100-ի վրա է սկսում աճել, այսինքն այն $100 որ գեներացվել էր, իր վրա նոր տոկոս է սկսում աճել, ինքը այսպես կամաց-կամաց սկսում է աճել, տոկոսի վրա տոկոս գումարվելով, վերջում արդեն այդ տոկոսներն են արդեն մեծ բան, այդ տոկոսների վրա մեծ բանն էլ արդեն մեծ բան, ու այդպես աճում է։ Տոկոսի վրա տոկոս։ Կապիտալացման ուժ։ Շատ կարևոր է, որ դրա ռեալ գիտակցումը լինի, որովհետև հենց դա է նաև արժեթղթերի շուկայի երևի մեծ ուժը։ Այստեղ նաև մի հարց է առաջանում, ինչու գնալ ETF-ներ եւ չփորձել առանձին ընկերությունների բաժնետոմսեր օրինակ։ Ենթադրենք ես Apple շատ եմ հավանում եւ ուզում եմ առնել Apple-ի բաժնետոմս։ Ես ասում եմ հիմնականում ֆոնդեր, դա իմ ամսական աշխատավարձի, իմ սովորական ներդրումներն են, որ այդպես եմ գնում, քանի որ ես բավական երիտասարդ եմ, ես անգամ նայում եմ, թե որ ընկերություններն են, որ օրինակ ամենամեծ 10-ն են եւ այլն, ու որի մեջ եմ ես հետաքրքրված, ես ինքս ունեմ անհատական կազմակերպություններ, բայց մոտավորապես իմ պորտֆելի 10%-ն են իրենք կազմում, թե Apple ունեմ, թե Nvidia, ես շատ եմ սիրում Nvidia-ն ու կարծում եմ, որ ինքը մոտավոր 5 տարի կարճաժամկետ հեռանկարում բավականին կաճի։ Ինքը շատ Ինձ թվում է, եթե անհատական կազմակերպությունը շատ կարևոր է նայել առողջության ընկերության, իրենք ուր են գնում, ինչ ոլորտի մեջ են, ու կարևոր է հասկանալ այդ կազմակերպությունը ինչ է անում։ Իմ անհատական կազմակերպությունների հետ կապված ես միշտ ամեն կազմակերպություն իրենք տարվա վերջ ինչ-որ annual report են անգամ տալիս ներդրողների համար, անգամ ցույց են տալիս ծախսեր, եկամուտներ, շատ թվերի մեջ չեմ խորանում, բայց ինձ կարևոր է իրենց անգլերեն annual report-ը, թե իրենք ինչի շուրջ են մյուս տարի աշխատելու, ինչ արգելքներ եղան այս տարի ու հասկանալ, թե իրենք ունեն գնում։ Ես անգամ ղեկավարներին եմ Twitter-ով հետևում, որ տեսնեմ իրենք ինչից են խոսում։ Ինձ այդ ամենը շատ հետաքրքիր է անհատականների դեպքում։ Շատ կարևոր է հասկանալ, երբ ենք մենք իրենց վաճառում, որովհետև օրինակ 30 տարի առաջ Kodak-ը շատ հայտնի ընկերություն էր, այս պահին ոչ մեկ համարյա ներդրում չի անում Kodak-ի մեջ, այսինքն Nvidia-ն է կարող անցնել պատմության գիրկը։ Այդպես իմ ամսական ներդրումները գնում են երկարաժամկետ, ֆոնդերը դիվերսիֆիկացված, բայց լինում են դեպքեր, օրինակ ապրիլյան տարիքների ժամանակ ես անգամ Nvidia եմ գնել ու ինչ որ Meta եմ գնել, տարբեր ընկերություններ, որովհետև այդտեղ իմ համար շատ լավ պահ էր գնելու։ Իսկ ոնց գալ է պահը։ Ոայ շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Հիմնականում ճիշտ ասած միշտ այսպիսի մեծ ընկերությունները իրենք աճում են ու երբ որ ինչ որ միշտը շատ մեծ բառ եմ ասում, ես 4 տարվա փորձ ունեմ, չեմ կարող միշտ ասել, բայց ընդհանուր ինչքանով որ ես եմ զգացել քաղաքական ճնշումներից մեծ ընկերությունները իրենց արժեքը հիմնականում չեն կորցնում։ Ընդհանուր տագնապ է լինում, այս բաժնետոմսերը վաճառվում են, բայց երբ որ քաղաքական ճնշում է, օրինակ Թրամփի տարիֆների հետ կապված, Չինաստանի հետ կապված, այդտեղից այդ ընկերության արժեքը չի կորում, այսինքն կարելի է հասկանալ, որ եթե իրենք 20%-ով իրենց գինը իջեցրել են, դա շատ լավ պահ է գնելու համար։ Միգուցե էլի 20%-ով իջնի, բայց այդ պահից հետո էլ մոտավոր 2-3 տարվա ժամկետով պետք է որ ավելի լավ լինի, այսինքն այդ ներդրումը։ Կարևոր է էլի ինչ-որ երկար տարիներով մտածել, ես ճիշտ ասած ընդհանրապես թրեյդինգ չեմ անում, օրինակ, չգիտեմ, մտածեմ այս պահին առնեմ, մի ամիս հետո վաճառեմ, ես մի ամսվա կտրվածքով համարյա չեմ մտածում, բայց ես քայվեր ծրագրավորող եմ մտածում արհեստական բանականությունն է լավ առաջ գնալու, լիքը ոլորտներ կան, որից հետաքրքիր են, օրինակ robotics-ն է ըստ ինձ լավ առաջ գնում, electric vehicles, այդ ամեն ինչը։ Իմիջիալից այդ ինդուստրիաների հետ կապված է ֆոնդեր կան, որ թեկուզ լավ ինչ-որ ֆոնդի մենեջերների կողմից են կառավարվում, անգամ կարելի է ֆոնդ դիտարկել ինդուստրիայի հետ կապված, պարտադիր չի անհատական կազմակերպություն լինի։ Բայց ընդհանուր այդ նաև կարելի է երևի նայել հայտնի ինդեքսներ կան, որ ցույց են տալիս այդ ագահության
ու վախի ինդեքսը, fear and greed ինդեքսը, որ օրինակ ինքը ցույց է տալիս, եթե դուք տեսնում եք այս պահին բոլորը էքստրա ագահ են, այդ նշանակում է վաճառելու ժամանակն է, բայց եթե բոլորը էքստրա վախեցած են, գնելու ժամանակն է, կարող ենք անգամ դրա հետ կապել։ Հիմնականում զուտ նայել այդ ընկերությանը, ես կասեմ, որ կարելի է լսել մասնագետներին, բայց որ հիմնականում օրինակ տարբեր ինտերնետային կայքերում լինում է, այս բանը պետք է սա գնել, այս բանը պետք է սա վաճառել եւ այլն, ես այդպես խորհուրդներ չեմ հետևում։ Մեկ այլ կարևոր բան է հասկանալ վաճառելու պահը։ Այդ շատ հետաքրքիր հարց եք տալի։ Ես միշտ մտածում եմ, որ ես ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ վնաս մարկետից, որովհետև դեռ ոչ մի բան չեմ վաճառել։ Ես հենց տենց դրա համար ինչ որ կապիտալ ունեմ ինքը աճում է, բայց ես անգամ ունեմ ինչ որ բաներ, որ մինուսով են, բայց ես վնաս չեմ համարում, որովհետև չեմ վաճառել, փողը չկա, այս բանը իրենք ինչ որ ակտիվի մեջ են։ Վաճառելու պահը ինձ թվում է ամեն մարդ ինքը իրեն պետք է լսի, էլի պետք է նայի այդ ինդեքսներին, հասկանա ուր է գնում այս ինդուստրիան, եթե ինքը իր ամենալավ վիճակի մեջ է, միգուցե կարելի արդեն վաճառել, չգիտեմ, այդ հարցը չեմ կարող ասել, թրեյդերներ կան, իրանք շատ ավելի լավ են հասկանում, օրինակ իրանք ավելի շատ դնում են, որ եթե ես $200 գնեցի, ես ուզում եմ $300 դուրս գամ ու սպասում եմ 300 լինի, իրանք դուրս են գալիս, տարբեր մոտեցումներ կան, ես պետք է իր տեղ լինեմ, որ հասկանամ։ Ամեն դեպքում շատ կարևոր է այդ խոճապին չտրվելը։ Ես էլ մի ոդկաստ էի նայում օրեր առաջ ու շատ հետաքրքիր օրինակ էին բերում, ասում էին, որ արժեթղթերի շուկան այդ ոնց որ բաժակի մեջ գարեջուր ես լցնում, ներքևի մի մասը գարեջուր է ու լիքը փրփուր, բայց դու չգիտես այդ փրփուրից ինչքանն է գարեջուր։ Հալի չի երևում, հա։ Ու մոտավորապես նույնը տարբեր արժեթղթերի վերաբերյալ խոսակցություններն է, այդ աղմուկն է, այսինքն ինչ-որ մի բան է տեղի ունենում այդ ընկերության կամ ինդուստրիայի հետ կապված, ու շատ մեծ աղմուկ է ձևավորվում, ու դու չգիտես դրա մեջ ինչքանն է ընկերության իրական արժեքը, ու ինչքանն է ուղղակի այդ փրփուրը, որը որ գնալու է ու հետո տեսնելու ես տակը բան չկա։ Այդ աղմուկն ու սիգնալը շատ հետաքրքիր հոգեբանական հասկացություններ են, ես էլ ոդքաստ էի լսում, որ հենց ասում էր, որ լիքը բան աղմուկ է, բայց ինչ որ հաջողակ մարդիկ իրենք ամեն առավոտերից աչքերը բացում են, տենց 3-ից 5 սիգնալների վրա են աշխատում, թե ինչ են ուզում անեն, որն է իրենց համար սիգնալ, իսկ մնացած ամեն ինչ անտեսում են։ Այդ նույն երևի տրամաբանությամբ էլի, այդ աղմուկը պետքա չթողնել, որ մեր վրա ազդի։ Ու մյուս բանն էլ, որ էլի շատ կարևոր է հաշվի առնել, որպեսզի շատ հաճախ չվաճառեն առնեն մարդիկ, պետք է նաև հաշվի առնել, որ նույն այդ ծառայությունները բրոկերային վաճառել գնելուց առաջացնում է նաև որոշակի միջնորդավճարներ, ու ինչքան դու երկար թողնես, որ ինքը աշխատի, այդքան կխուսափես միջնորդավճարներից։ Անգամ այդ intelligent investor խելացիների դրողագրքի մեջ էր ասում, որ երբ որ դուք trading-ով եք զբաղվում, իհարկե շատ լավ trading-ով զբաղվողներ կան, բայց սկսնակների հետ կապված, որ trading-ով են սկսում զբաղվել, այդտեղ մենակ հաղթում է բրոկերը, միջնորդավճարներով, էլի մենք չենք հաղթում այդ հարցում։ Շատ լավ, հետաքրքիր է նաև համեմատել տղամարդկանց եւ կանանց սովորությունները, ներդրումներ կատարելիս, իդեպ տես վիճակագրություն կար, ասում էր, որ տղամարդիկ ավելի հաճախ են գնում վաճառում, բայց ընդհանուր իրենց եկամտաբերությունը ավելի ցածր է, քան կանանցը։ Հետաքրքիր է, չէի լսել, ճիշտն ասած, ինձ թվում է Հայաստանում չեմ կարող այդ համեմատությունն անել, որովհետև շատ նոր է ընդհանուր ներդրումները, ճիշտն ասած իմ բոլոր գոլեգաները երկարաժամկետի համար են։ Ես տենց ընդհանուր շատ կապեր չունեմ թրեյդինգով զբաղվող մարդկանց հետ։ Ինձ թվում է, որ միգուցե հա այդպիսի բան լինի, տղամարդիկ ավելի էմոցիոնալ են լինում, կանայք ավելի հանգիստ են լինում, չեմ կարող այդ դրամասի ոչ մի բան ասել։ Իսկ ինչ է տարբեր տարբերություն կա նույնը ծախսերի կառավարման հարցում կամ մտածողության հարցում, էլի փողի հետ վարվելու։ Ինձ թվում է պատմականորեն տղամարդիկ ավելի ուժեղ են եղել ֆինանսներից, բայց կանայք դե իրենք ավելի դժվար են ստացել կրթություն եւ այլն, ինձ թվում է կամաց կանայք են ավելի ուժեղացնում իրենց գիտելիքը շատ, ինձ թվում է լիքը լավ
կին փորձագետներ անգամ հիմա կան ներդրումների մասին, լիքը ֆոնդ մենեջերներ կան, որ կինեն ընդհանուրից թվում է շատ առողջ բալանս է, ապագայում ավելի լավ կլինի երևի այդ բալանսը։ Զուտ պատմականներ նրա հետ է ասոցացվում, որ տղամարդիկ իրենք միշտ եղել են ֆինանսական այդ վիդեոների մեջ, իրենք են եղել իրենց կոստյումներով, կանայք ընդհակառակը, օրինակ շատ սերիալներ կան, որ կանայք կոշիկներ են շատ ունեցել, հետո ցանկացել են չգիտեմ ցանկացել ունենալ իրենց տունը, հասկացել են ամբողջ գումարը գնացել է կոշիկներին, տենց մի քիչ կնոջի երևի ցույց են տվել ավելի շատ, որ ինքը սիրում է վերջին հագուստը, վերջին կոշիկները եւ այլն, իսկ տղամարդիկ ավելի դեպի ֆինանսներ։ Շատ քիչ են նկարներն եղել, որ օրինակ ֆինանսական աշխարհում կանայք են եղել, իրենք դեռ շատ քիչ են եղել։ Շնայհած շատ լավ կանայք են եղել, ուղղակի ավելի շատ կենտրոնացել են տղամարդկանց վրա, պատրիարխիան։ Դե ընդհանուրից թվում է շատ կարևոր է, որ Հայաստանում ինչպես նաև ամբողջ աշխարհում կանայք էլ ավելի շատ ներգրաված լինեն ֆինանսների մեջ, որովհետև հիմա մենք ունենք ամեն ինչ, ունենք կրթություն, ճիշտ է շատ բարդ է թվում ընդհանուր ժարգոնը ֆինանսական, թվում է թե ինքը տես տղամարդկանց համար է եւ այլն, բայց հուսամ կամաց մենք ավելի ներգրաված կլինենք, որովհետև շատ կարևոր է այդ ամեն ինչը։ Իսկ ավելի շատ կոչեր, ուզում եի կոչարեի ասել։ Ամեն դեպքում Հայաստանում իշքան էլ որ սկսել են ներդրումներ անել, բայց միևնույն ժամանակ վերջերս շատ այսպես ցավալի ցուցանիշ էին հրապարակել, որ Հայաստանում մարդկանց ընդամենը 28%-ը գիտի պարզ տոկոս ինչպես հաշվել, մենք խոսում ենք բարդ տոկոսից։ Նաև շփվելով այլ մշակույթի հետ, ինչ եք կարծում, որտեղից է գալիս նման վիճակը ու մեզ հիմա ինչ է պետք էլի այդ կրթությունը տեղ հասցնելու, գիտելիքը տեղ հասցնելու համար։ Շատ հավես կլներ, որ դպրոցում տենց ֆինանսական գրագիտության դասեր լինեին, ես շատ կտակուզեի, բայց ինձ չի թվում ինչ որ երկրում կա։ Ինձ չի թվում մենք այդտեղ կհասնենք։ Ուղղակի ինձ թվում է ծնողներից կամաց այդ երեխաներն է կտեսնեն, այսինքն եթե ծնողը սկսի անել, պատմի երեխային, ցույց տա այդ ամեն ինչը, շատ հնարավոր է երեխաներն է սկսեն։ Բայց էլի ինչ որ մի քանի սերունդ պետք է փոխվի, շատ դժվար է։ Ծանողը որտեղից սովորի։ Դե բլոգներից, հիմա իմ բանն է դառնում, դե շատ բան է, պետք է կամաց ինքը։ Կարող ենք ինչ որ այսպես մի քանի հեշտ աղբյուրներ խորհուրդ տալ, որտեղից արժի սկսել սովորել։ Մի քանի լավ գրքեր կան, անգամ հայերեն թարգմանությամբ, եթե անգլերեն կարողանում են կարդան, ավելի հեշտ է լիքը անգլերեն գրականություն կա, ռուսերենով էլ հաստատ են գրքերը, որ կասեմ կան։ Իմ ամենասիրելի ֆինանսական հեղինակը Մորգան Հաուզելն է, ինքը ունի մի հատ շատ լավ գիրք Փողի հոգեբանությունը, հենց սկսնակների համար, ոչ թե ինքը ներդրումների հետ կապված է, ու ներդրումային մասեր կան, բայց ընդհանուր փողի հետ վարվելու, ծախսերի եւ այլնի մասին։ Հայերեն կա։ Անցած տարի են ոնց որ թողարկել մի հատ ուրիշ գիրք կա, Բաբելոնի ամենահարուստ մարդը, էլի կա հայերեն, ինքն էլի շատ էլի սկսնակների համար շատ պարզ լեզվով, ոչ մի ֆինանսական ժարգոն այդ գրքերի մեջ ընդհանրապես գոյություն չունի, ու անգամ մի հատ է գիրք կա, հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ, անգամ կա այդ գրքի տարբերակը պատանիների համար, օրինակ դեռահասներին կարելի է դաժե նվիրել այդ գիրքը, որ իրենք կարող են կարդալ։ Իսկ թվում է այդ երեքն են, որ հայերենով հիմա առկա են, ընդհանուր եթե մարդիկ Kindle ունեն, շատ հաստատ լիքը ուրիշ ռուսերեն լավ գրքեր կան, անգլերեն կան, ինձ թվում է շատ են գրքերը հիմա։ Մի հատ էլ անգլերեն այսպես երրյակ կազմենք։ Psychology of Money։ Չէ, ուրիշ։ Ուրիշ։ Մի հատ շատ լավ գիրք կար, բայց դա շատ դժվար էր իմ համար գտնել, ու Audible-ով կար, մարդիկ կարող են լսել։ Winning the Losers Game էր կոչվում, ոնց որ հաջողելով անհաջողակների խաղը, շատ լավն էր։ Ինքը հայերեն հաստատ չկա, անգլերենը շատ մեծ գիրք է, բայց ես իրան տես լսել եմ ու տես շատ եմ այդ գիրքը սիրում, այդ անպայման, The Psychology of Money չեմ կարող ասել, Morgan Housel-ը մի հատ է շատ լավ նոր գիրք ունի, The Art of Spending Money, դա էլ շատ լավ է։ Եվ կարող ենք նաև նույնիսկ ինչ որ ուսուցողական ռեսուրսներ կամ ոդկասթներ, եթե կան։ Ես շատ լսում եմ Diary of CEO, շատ եմ լսում, երևի բոլոր էպիզոդներ, բոլորը չէ ֆինանսների մասն են, բիզնեսի մասին էպիզոդներ կան, շատ ավելի ուրիշ էպիզոդներ կան։ Դրանց օրինակը ընդեղից էր։ Հա, շատ եմ սիրում, շատ եմ լսում։ Ընդհանուր Friends That Invest կա, որ Նոր Զելանդիայից
Այդ լավ աղջիկա վարում, շատ եմ ես իրան հավանում։ Dave Ramsey-ին եմ շատ հետևում, տարբեր ինֆլուենսերներ կան, որ շատ եմ սիրում, հետևում եմ։ Փոդքասթները էլի շատ են, Դմանի Գայ կա, YouTube-ով են իրենք անում, ու հետաքրքիր մարդիկ են, որովհետև իրանք այն ամենը 2002-ի ժամանակ են եղել ֆինանսական մարքեթինգում, իրանց լսել շատ հետաքրքիր է։ Ու այն մարդիկ, ովքեր այս ոդկասթից կողքեվորվեն ու կսկսեն իրենց առաջին ներդրումները անել, նաև իրենց տանք այն սխալները, որ սկսնակներն են սովորաբար անում, որպեսզի իրենք չանեն։ Սկսնակները սովորաբար չեն համբերում, համբերության հետ կապված բան կա ու ամեն օր օրինակ նայում են իրենց պորտֆելը ինչ արեց ու ըստ այդմ մտածում են դե լավ, այս բանին 10% աճել է, 3-30% իջած էր, կարելի է հիմա ես վաճառեմ դուրս գամ, համբերատար լինել, շատ կարևոր է ու կարևոր է մի հատ անպայման հետազոտել, նոր օրինակ գնել, որովհետև ընկերության անհատական ընկերությունների բաժնետոմսերը շատ ռիսկային են ու պետք է դա հասկանալ, համբերատար լինել, ամեն ամիս, եթե ֆոնդեր ունեք ֆիքսած, կարող եք ամեն ամիս շատ փոքր ներդրումներ կատարել, պարտադիր չի ինքը մեծ գումարներ լինի, փոքր գումարների հետ խաղալ, սկսել պարտադիր չի իդեալական լինի, հասկանալ, որ այդ գումարով ինչ-որ բան գնեցիք ու դուք հիմա բաժնետեր եք ու այդ օրինակ որ բիզնես սկսեք, դուք մյուս ամիս չեք հելնելու այդ բիզնեսից, դուք իրեն աճացնելու եք, ինքը 5 տարի իր գիննել է, տատանվելու եւ այլն, նույն կերպ է պետք մոտենալ։ Այսինքն ինքը չպետք է լինի հիմա գնեցի մի ամիս հետո վաճառեցի։ Ու կրթվել, շարունակել կարդալ, շատ կարևոր է հետևել նորություններին, ինչ որ չափով, էլի տարանջատել աղմուկը սիգնալից, ու ուղղակի հետևել մարդկանց, որ ճիշտ բաներ են ասում, տենց փորձել նաև հասկանալ ովքեր են, որ օրինակ ավելի շատ գեմբլինգ են փորձում անել, միգուցե եթե ձեր հետ իրենք չեն, եթե դուք չեք ուզում ասոցացվել ու նման կերպ կորցնել, ուղղակի հեռու մնալ, ավելի ապահով լինել, ապահով խաղալ, որտեվ կյանքը ուրախ լինելու մասին է, ոչ թե շատ փող ունենալու։ Եվ հետևել նաև Girls and Finance-ի էջին։ Շնորհակալություն, որ ավելացրեցիք։ Ինքաստին էլ։ Այո, ձեզ նույնպես թող հետևեն, շատ լավ գործ եք անում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։